Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է խոզարկության 3 հիմնական տեսակ՝ բնակարանի տեղանքի շինությունների խոզարկությունը, անձնական խոզարկությունը և թվային խոզարկությունը։ Խոզարկությունը դա որոնողական գործընթաց է, նպատակ է հետապնդում հայտնաբերելու որոշակի իրեր, առարկաներ, վարույթի հետ կապ ունեցող կամ հանցագործության գործիքներ եւ այլն։ Անձնական խոզարկությունը որոշակի դեպքերում օրենսդիրը նաև սահմանել է, որ կարող է իրականացվել առանց անգամ առանձին որոշման, օրինակ կարող է դա հանդիսանալ ձերբակալման պահին կամ բնակարանի խոզարկության ընթացքում մասնակից անձի նկատմամբ, երբ հիմքեր կան կատարելու այդ գործողությունը։ Բնակարանի խոզարկությունը կատարվում է բացառապես դատարանի որոշմամբ եւ նպատակը կրկին հանցագործության վարույթի հետ կապ ունեցող որևէ իրեր, առարկաներ հայտնաբերելն է։ Իսկ թվային խոզարկությունը ինքը համեմատաբար նոր ինստիտուտ է Հայաստանի իրավական համակարգում։ Դրա նպատակը էլեկտրոնային կրիչներում կամ սարքերում առկա տվյալների հայտնաբերելն է եւ վերցնելը, որը կատարվում է այլ կրիչի մեջ պատճենելու միջոցով։ Կրկին այս դեպքում օրենսդիրը պահանջում է, որպեսզի դատարանի որոշում լինի թվային խոզարկություն կատարելու համար, այսինքն առանց դատարանի որոշման բնակարանի եւ թվային խոզարկություններ հնարավոր չէ իրականացնել։ Բնակարանի խոզարկությունը եւ թվային խոզարկությունը կատարվում է բացառապես դատարանի որոշման առկայության պարագայում, սակայն օրենսդիրը նախատեսել է բացառություն այդ կանոնից, այսինքն դեպքի վայր հանդիսացող բնակարանում, տեղանքում, շինությունում քննիչը կարող է մեկ անգամ իրականացնել դեպքի վայրի զննություն առանց դատարանի որոշման։ Առհասարակ դատական վերահսկողությունը շատ կարևոր երաշխիք է բնակարանի խոզարկության մասով, քանի որ ներխուժում է կատարվում անձի անձնական կյանք, ինտենսիվ ներգործություն է կատարվում եւ հետեւաբար դատական վերահսկողությունը կարևոր երաշխիք է օրենքով ամրագրված, սակայն դատարանները շատ անգամներ բավարար կերպով չեն ստուգում ներկայացված միջնորդությունները, որոնք որ վարույթն իրականացնող մարմինը ներկայացնում է խոզարկությունների մասով, որոնցում առկա են շատ անգամներ պարզապես ձևական պատճառաբանություններ եւ մեր պրակտիկայում շատ անգամներ հանդիպում ենք նման իրավիճակների մեր վարույթներում եղած գործերով, որ դատարանները բավարարում են վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունները խոզարկությունների մասով եւ պատճառաբանություն որպես այդպեսին նշելով կամ բավարարվելով նրանով, որ խոզարկությունը անհրաժեշտ է հանցագործության իրեր առարկաներ հայտնաբերելու եւ հանցագործությունը բացահայտելու համար։ Անձնական խոզարկությունը հնարավոր է կատարել նաեւ որոշ դեպքերում, երբ օրենսգիրքը սահմանում է, կարող է կատարվել առանց առանձին որոշման, օրինակ կարող է դա լինել ձերբակալման պահին կամ խոզարկությանը մասնակից անձի մասով, եթե հիմքեր կան բավարար դա կատարելու համար։ Անձնական խոզարկության մասով խախտումներ հաճախակի լինում են, տարբեր անգամներ լսում ենք դեպքեր, երբ խախտումներ են իրավապահ համակարգի աշխատակիցների կողմից թույլ տրվում անձանց խոզարկության կամ բերման ենթարկելու կամ մնացած մասով։ Կոնկրետ իմ պրակտիկայում, իմ վարույթում եղած գործերով ես չեմ հանդիպել իրավիճակների, երբ իրավապահ համակարգի ներկայացուցիչները անձնական խոզարկության ընթացքում ցուցաբերեն վատ վերաբերմունք կամ, չգիտեմ, ֆիզիկական անհարկի ուժի գործադրում կամ որևէ այլ վատ վերաբերմունք։ Թվային խոզարկությունը, ինչպես նշեցինք, ինքը նոր ինստիտուտ լինելով Հայաստանի իրավական համակարգում, բնականաբար իր հետ բերում է նոր մարտահրավերներ։ Շատ անգամներ վարույթն իրականացնող մարմինը խախտում է սահմանները թույլատրելի, այսինքն շատ անգամներ ուսումնասիրվում են տվյալներ, որոնք որևէ կապ չունեն քրեական վարույթի հետ, եւ այստեղ կրկին անհամաչափ միջամտություն է տեղի ունենում անձի անձնական կյանքին։ Ինքը պահանջում է բնականաբար տեխնիկական պատրաստվածության որոշակի գիտելիքներ, որ անձը պետք է տիրապետի, որպեսզի այդ գործընթացը կարողանա հավուր պատշաճ իրականացնել։ Իսկ խախտումների մասով թերևս դա է խնդիրը, կարծում եմ, որ շատ անգամներ սահմաններից դուրս են գալիս, այնպիսի տվյալներ են սկսում ուսումնասիրել, որը որևէ կերպ առնչություն չունի վարույթի հետ, եւ կարծում եմ ժամանակի ընթացքում իրավապահ համակարգի ներկայացուցիչները ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեն։ Բնակարանի տեղանքի շինության խոզարկությանը պարտադիր օրենսգիրքը նախատեսում է, որ պետք է մասնակից լինի մեղադրյալը,
սակայն բացառություն է սահմանում նշվածից, այսինքն որ օբյեկտիվ հանգամանքների առկայության պարագայում բնականաբար հնարավոր է իրականացնել այդ գործողությունը առանց մեղադրյալի մասնակցության եւ օրենսգիրքը սահմանում է, որ բացի այդ, եթե վարույթն իրականացնող մարմինը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ մեղադրյալի նախապես տեղեկացնելը կարող է բերել ապացույցների կորստի, այնպիսի ապացույցների, որոնք ենթադրվում է խուզարկությամբ հայտնաբերել վերցնելուն, եթե իրական վտանգ կա, որ կարող է բերել կորստին, հետևաբար կարող է առանց մեղադրյալի մասնակցության իրականացնել խուզարկությունը։ Սակայն անկախ ամեն ինչից սա դեռ չի նշանակում, որ որևէ այլ անձ ներկայացուցիչ կամ ընտանիքի անդամներ տվել հասցեում չեն կարող մասնակցել խուզարկությանը եւ խախտումներ, անհարկերի շահարկումներ բնականաբար լինում են շատ անգամներ, երբ վարույթն իրականացնող մարմինը որոշում է, որ առանց մեղադրյալի անցկացնի խուզարկությունը, սակայն ոչ բավարար հիմքերի առկայության պարագայում, չնայած որ վարույթում եղած գործերով նման իրավիճակների չեմ առնչվում։ Խուզարկությունների մասով խախտումները բազմաթիվ են, օրինակ շատ անգամներ հանդիպում ենք տարբեր իրավիճակների, դրանց կարող է լինել հետևյալը, երբ վարույթն իրականացնող մարմինը անցնում է թույլատրելի սահմանը եւ սկսում է օրինակ խուզարկությունը կատարել որևէ հարակից չենք շինությունում, երբ դատարանի որոշման մեջ ուղղակի նշված չի եղել միջնորդություն չեն ներկայացրել, այդ մասով չկա որոշում, որ օրինակ տվյալ հասցեից բացի այլ շենք շինություն հարակից կարող են իրականացնել։ Շատ անգամներ սկսում են խուզարկություն իրականացնել, որն անթույլատրելի է։ Նաև լինում են դեպքեր, երբ օրինակ սկսում են իրեր վերցնել առգրավել հասցեից, որոնք պատկանում են երրորդ անձանց եւ որևէ կապ չունեն վարույթի հետ։ Բացի դրանից այստեղ խնդիր կա նաև ընթերական ինստիտուտի հետ կապված, շատ անգամներ ընթերականները զուտ ձևական են այդտեղ ֆիզիկապես գտնվում, սակայն չեն հետևում նորմալ կատարվելիք ընթացքին կամ առհասարակ պրոցեսի կեսից կարող են ներկա լինել կամ այլ չեմ ասում, երբեմն դեպքեր է լինում, երբ կա տվյալները ստորագրությունը, բայց ընթերական փաստացի ներկա չի եղել այդ գործընթացին։ Խախտումները բազմաթիվ են եւ խախտումների վերացման մասով եւ արդյունավետ միևնույն ժամանակ հանցագործությունների բացահայտման մասով այստեղ մեկ խնդիր ունենք, երբեք որևէ պարագայում չպետք է խախտվի անձի իրավունքները հանցագործության բացահայտելու նպատակով, չպետք է ոտնահարվեն անձանց իրավունքները եւ խուսափելու համար սրանից պետք է մշտապես աշխատեն անձնակազմի գիտելիքների, որակների բարելավման ուղղությամբ եւ կադրային ճիշտ քաղաքականություն վարելու հարցում, բացի այդ պետք է կարծում պարբերաբար դասընթացներ կազմակերպեն իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար եւ հատկապես մարդու իրավունքների հետ կապված հարցերով։